Մի քանի հարց փորձեմ արագ ձևակերպել։ Ձեր կենսագրությունը ներկայացնելիս ոնց որ թե մի դրվագ զեղչվեց, որը կա Wikipedia բաց հանրագիտարանում։ Ես այնտեղ կարդում եմ, որ 2022 թվականից, այսինքն այն պահից, երբ որ դուք եղել եք առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, դուք սովորում եք Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայում։ Ես խնդրում եմ ասեք, դուք հիմա ուսանող եք, թե չէ, իսկապես այդ տեղեկությունը ճիշտ է, թե չէ։ Երկրորդը, ես հիշում եմ, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ դուք այցելել եք Արցախ։ Ամենայն հավանական, չնայած որ երկրում հայտարարված է ռազմական դրություն եւ դուք ազգային ժողովի падգամավոր եք եւ ըստ իրավական ռեժիմի պետք է չլքեիք Երևանը, որովհետեւ ցանկացած պահի կարող էր ազգային ժողով այլ որոշումներ կայացնել, բայց հավանաբար հայրենասիրական մեծ մղումներն էր ձեր տարել Արցախ հայրենիքը պաշտպանելու։ Հիմա երբ դուք ասում եք, որ արդեն խաղաղություն է հաստատվել, մտադիր եք խաղաղության պայմաններում նույնպես առաջիկայում այցելել Ստեփանակերտ։ Եվ երրորդ հարցը, որպես առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի երկարամյա տեղակալ, ինչպես եք իրականացրել խորհրդարանական վերահսկողությունը գործադիր իշխանությունում, նկատմամբ մասնավորապես Մարտունի բժշկական կենտրոնում այդ կենտրոնի կառուցման, այնուհետև կառուցվելուց կարճ ժամանակ հետո փակվելու, դրանից հետո ես հիշում եմ, որ կարծես թե առողջապահության փոխնախարարը պաշտոնանկարվեց, ոնց որ թե կապված էր այդ թեմայի հետ։ Այդ դուք ինչպես եք իրականացրել վերահսկողություն, ինչպես Մարտունի, այնպես էլ մյուս առողջապահական օբյեկտների կառուցման, դրանց որակի եւ այլնի վերաբերյալ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, անկեղծ ասած չեմ նայել եւ չգիտեմ ինչ է գրված Վիկիպեդիայում, ես դրանով չեմ զբաղվում, ես ավարտել եմ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժ հաստատությունների կառավարում MBA, Executive MBA մագիստրոսական ծրագիրը։ Օրդինատուրայում ես չեմ սովորել, որովհետեւ ես չունեմ բժշկական կրթություն ցավոք։ Սիրով կունենայի եւ կավարտեի օրդինատուրա, բայց դրա հնարավորությունը չեմ ունեցել։ Սա բուժ հաստատությունների կառավարում է, որտեղ բազային բժշկական կրթության կարիք չկա, բայց ոլորտում աշխատելու համար այն անհրաժեշտ է։ Սա է հարցով։ Ինչ վերաբերում է 2020 թվականին Արցախ մեկնելու համար, այսպես անցնելով ձեր հեգնանքի եւ կամահրանքի վրայով, այդ պահին ինձ չի հետաքրքրել ռազմական դրությունը թե ոչ։ Այո, այս հարցում իհարկե հեգնում էիք, բայց հայրենասիրական մղումներով, որովհետև օգնող ձեռքի կարիք կար, ոչ թե հայրենիքը պաշտպանելու, ես չունեմ զինվորական կրթություն կամ չեմ կարող զենք բռնել եւ կրակել, բայց գոնե կերակուր, սնունդ կամ ջուր կարող է ինչ-որ տեղեր հասցնել եւ մնացած իրավական հարցերին չեմ կարող անկեղծ ասած պատասխանել, ազգային ժողովը այնուամենայնիվ նիստ չի գումարել, գումարելու ընթացքում էլ այդ բացակաները էական դեր չէին խաղա։ Եվ երրորդ հարցը խնդրում եմ հիշեցնեք։ Հա, Մարտուն, այո, շնորհակալություն։ Ես կարծում եմ ձեր հարցի մեջ կար նաեւ պատասխանը։ Այն որ հետո բազմաթիվ հարցեր կարգավորվեցին, այն որ հետո բազմաթիվ գործող անձինք պատասխանատվություն կրեցին, բնավ չեմ խոսում առողջապահության փոխնախարարի մասին, որովհետև իմ թերևս ամենասիրելի փոխնախարարներից մեկն է եղել, ամենակիրթ, բարեկիրթ, ամենաարագ արձագանքող փոխնախարարը, որը շարունակում է մնալ իմ ընկերը եւ հրաշալի մասնագետ էր, ես կադրային քաղաքականության վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել առողջապահության նախարարության, բայց այն որ բազմաթիվ հարցեր շտկվեցին, կարծում եմ, որ այդտեղ մեծ ներդրում ունի նաեւ խորհրդարանական վերահսկողությունը։ Արձագանք։ Ես ճիշտ ասած չհասկացա, թե դուք ինչի մտածեցիք, որ ձեր հայրենասիրական մղումների մասին իմ պատկերացումները պետքա հեգնանքի տիրույթում ընկալվի, բայց եթե դուք ասացիք, որ թողնելով падգամավորական ձեր ֆունկցիաները ռազմական դրության պայմաններում գնացել եք Արցախ, առաջնագծին ոնց որ հասկացա սննդամթերք եւ այլ դեղորայք եւ այլ մատակարարումներ իրականացնելու համար, որ ռազմաճակատի որ հատվածում եք իրականացրել այդ մատակարարումները, այսինքն պաշտպանական որ շրջանում եք իրականացրել սննդամթերքի մատակարարում առաջնագծում ծառայող զինվորներին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ձեր հարցի համար, թույլ տվեք այդ հարցին չպատասխանել, բայց կվերադառնամ ձեր նախորդ հարցին, որը ես բաց թողեցի, բայց հիշեցրեցիք։ Այն հարցին, որ այսօր արդեն կրկին խաղաղության պայմաններում կգնաք Արցախ թե ոչ, հնարավորության դեպքում բնականաբար չեմ բացառում։ Շնորհակալություն։ Ագնեսա Խամոյան։
Շնորհակալ եմ, Տիկին Բադալյան, նախ խնդրում եմ մեզ ներկայացրեք, թե ինչպես ի վերջո ԿՊ-ի այսպես տեխնացուն դարձակ, որովհետև նախորդ գումարման նաև խորհրդարանում մենք տեսել ենք այդ ընթացքը, երբ որ դուք հրաժարվում եք առաջադրվել, նեղացել եք, չգիտեմ, ոնց ի վերջո ձեր վրա կանգ առավ տեխնացությունը, ինչպես դուք այս անգամ ցանկացաք ղեկավարել հանձնաժողովը, որովհետև նախորդ տեխնացուի դեպքում հայտարարել եք, որ նման ցանկություն չունեք, ինչա փոխվել ձեր մեջ։ Երբ որ դուք ասում եք Տիկին Բադալյան, որ առաջ մարդիկ իրենց անշարժ գույքն էին վաճառում առողջական հարցեր լուծելու համար, ես դες պետք է հիասթափեցնեմ եւ այսօր էլ կան մարդիկ, ովքեր իրենց անշարժ գույքը վաճառում են առողջական հարցեր լուծելու համար։ Առնվազն մեկ ընտանիքի ես ճանաչում եմ եւ այդ հիվանդությունը կապված է չարորակ նոյագոյացության հետ եւ անկեղծ ասած զարմացա, երբ որ դուք գոհունակության պարզանագրում եք եւ ձեր խոսքից տպավորություն էր ստեղծվում, որ խնդիրը ըստ էության լուծված է չարորակ նոյագոյացություններ ունեցող հիվանդների պարագայում, այդպես չի։ Այդպես չի անգամ, երբ որ առողջապահության պարտադիր ապահովագրությունն է ներդրվել, որովհետև այո, մի քանի 100,000 դրամով գումարը ավելացել է, բայց դա հարցի լուծում չի։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ դա հարցի լուծում չի, եւ մարդիկ իսկապես իրենց ունեցվածքը վաճառում են Հայաստանում կամ հաճախ Հայաստանի սահմաններից դուրս այդ հարցերը լուծելու համար։ Առհասարակ դուք ինչպես եք տեսնում այս հարցի լուծումը, որովհետև տարեց տարի ավելանում է քաղցկեղով հիվանդ քաղաքացիների թիվը հանրապետությունում։ Ես այստեղ քանի որ ժամանակը սպառվեց նաև դեղերի հետ կապված հարց ունեի, միևնույն է, որքան էլ գրանցման խնդիրները ըստ էության այսպես ավելի ընթացակարգերը հեշտացվել է եւ այլն, միևնույն է այդ խնդիրն էլ չի լուծում, լավ արձագանքի ժամանակ մյուս հարցերը կտամ։ Շնորհակալություն Տիկին Խամոյան, ինչ վերաբերում է իմ տեխնացության առաջադրմանը կամ չառաջադրմանը, բազմիցս մեկնաբանել եմ, բայց ելի շատ անկեղծ մեկնաբանեմ։ Ես միշտ ասել եմ, եթե քաղաքացիական պայմանագիր խմբակցությունում կա որևէ բուժ աշխատող, անկախ նրանից ավագ, թե միջին, թե կրտսեր բուժ աշխատող, ապա ես չեմ տեսնում նպատակահարմար չեմ գտնում առաջադրվելու։ Այս անգամ հաշվի առնելով ուղղակի այս երկու գումարումներով իմ փորձը առողջապահության հանձնաժողովում եւ միևնույն ժամանակ բազմաթիվ կիսատ թողած նախագծեր եւ ընդհանուր առմամբ կարծում եմ դուք եք հասկանում ինչպես է ընթանում առողջապահության հանձնաժողովում հարցերը ընդհանուր առմամբ եւ խորհրդարանական հատվածը առողջապահության ոլորտի կարծել եմ, որ ճիշտ կլինի առաջադրվել եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սատարել է այս իմաստով։ Այս հարցը այսպես։ Ինչ վերաբերում է չարորակ նորագոյացություններին, ցավում եմ, որ իմ խոսքից այնպես ստացվեց, որ ամբողջությամբ հարցը լուծված է։ Իհարկե, կան հիվանդություններ, որոնք Հայաստանի Հանրապետությունում դեռևս հնարավոր չի լինում բուժել եւ մարդիկ պիտի մեկնեն արտերկրիր։ Ինչ վերաբերում է Հայաստանում բուժվելու համար կարող են անշարժ գույք ծառայել, որպեսզի Հայաստանում այդ բուժումը իրականացնեն, այստեղ ես խնդիր եմ տեսնում եւ եթե կա մասնավոր դեպք եկեք քննարկենք, որովհետեւ նույնիսկ մինչեւ առողջության ապահովագրության ներդրումը այնուամենայնիվ պետությունը սկսեց փոխհատուցել չարորակ նորագոյացությունների վիրահատությունը բոլոր դեպքերում։ Սկզբում մի քիչ դժվարություններ կար ֆինանսներ հատկացնելու քիմիոթերապևտիկ, որոնք ավելի թանկարժեք են, քան վիրահատությունը, դեղորայք հատկացնելու եւ փոխհատուցելու իմաստով։ Այսօր այդ ծավալն էլ ենք մեծացրել, բայց այնուամենայնիվ չենք հասցրել իր մաքսիմումին։ Եվ բացի չարորակ նորագոյացություններից էլի կան կյանքի համար վտանգավոր, կյանքի հետ անհամատեղելի հիվանդություններ, որոնց բուժմանը համակարգը ձգտում է, թե իր գիտելիքներով, մարդկային ներուժի պլանավորմամբ, կրթությամբ եւ այլն, բայց դեռ ճանապարհ ունենք մենք անցնելու, այն դեպքում, երբ որ մի շարք երկրներում առաջատար դրանք բուժվում են եւ այս իմաստով, եթե առողջապահության նախարարությունը որոշակի օգնություն կարողանում է ցույց տալ, բայց սա չի լինում այդ ամբողջ բուժման կեսը կամ ամբողջական գումարը որոշ օգնություն, իհարկե դա հնարավոր է լինում կազմակերպել, բայց ցավում եմ դեռևս կան հիվանդություններ, որոնք շատ թանկարժեք են եւ որոնց բուժմանը
լիակատար բուժմանը մենք հասնելու համար անցնելիք ճանապարհ ունենք։ Արձագանք։ Տիկին Բադալյան, Հայաստանում ամբողջությամբ անգամ քիմիոթերապիայի ծախսը չի փակվում այս անգամ ավելացումով։ Ես ձեզ մի քանի թիվ եմ ուզում ասել։ Հայաստանում ամեն 43-րդ մարդ քաղցկեղ ունի։ Երևանում ամեն 35-րդ քաղաքացի։ Անկախացումից ի վեր 3 անգամ աճել է քաղցկեղով հիվանդների թիվը։ Ես ձեզ առաջարկում եմ միասին մի օր գնանք Յոլյանի օրինաբանական ինստիտուտ եւ այնտեղ դուք կտեսնեք բազմաթիվ մարդիկ, ովքեր այդ խնդրի առջև են կանգնած։ Միայն Հայաստանի սահմաններից դուրս բուժում իրականացնելու մասին չի խոսք։ Ես նորից եմ ասում, խոսքը քիմիոթերապևտիկ նյութերի փոխհատուցման ծավալների մասին է գտնում։ Այսինքն անգամ դա հնարավոր չի լինում ամբողջությամբ իրականացնել։ Դուք նաև ցրված սկլերոզի թանկարժեք դեղահաբի մասին խոսեցիք, այո, դա այդպես է, բայց մեր քաղաքացիները մի հատ ուրիշ խնդիր էլ ունեն։ Այդ ծանր հիվանդությունները շալակած անընդհատ քաշքշուկի մեջ են ընկնում, թղթաբանության մեջ են, պոլիկլինիկայի հերթերի մասին էլ չեմ խոսում, բազմաթիվ անգամ բազմիցս դրանց մասին խոսել ենք, այսինքն մարդը հիվանդ է, բայց միևնույնն է պետք է այդ ամբողջ պրոտոկոլը թղթաբանությունը եւ այլն դա ինչպես եք պատկերացնում, որ հնարավոր լինի լուծել։ Էլի մի քիչ դժվարանում եմ պատկերացնել, որովհետև նման խնդիր պիտի չլինի, որովհետև ապահովագրության համակարգը ինչպես է գործում ընդհանուր առմամբ, դու այցելում ես տեղամասային թերապևտին կամ ընտանեկան բժշկին եւ հիվանդության արդեն դիագնոզի դեպքում, որը որ արմետ համակարգում գրանցվում է, այլևս որևէ բյուրոկրատիայի կարիք պիտի որ չլինի։ Ես կարծում եմ, որ այստեղ մասնավոր դեպքեր կան, որոնք մենք պիտի քննարկենք, եւ եթե խախտումներ են եղել ընթացակարգերի, մենք պիտի դրանով անպայման զբաղվենք եւ հուսով եմ կքննարկենք ու դուք կասեք ինչպես է ստացվել, այսինքն բուժող բժիշկը որտեղ է թերացել, որ չի կարողացել այդ ամբողջ ընթացակարգերում օգնել, որպեսզի քաղաքացին արագ անցնի։ Եվ իհարկե այս քաղցկեղի ահագնացող տարածումը եւ ելի եմ կրկնում քիմիոթերապևտիկ բոլոր դեղերը չեն, որ փոխհատուցվում են, բայց դրա վրա աշխատանք կատարվում է, բայց օգտվելով առիթից ուզում եմ ասել, որ մենք երկար քննարկումների արդյունքում դրա լուծումներ ենք հնարավոր գտել։ Մենք շատ երկար քննարկում էինք ապահովագրության համակարգի ներդրումից անմիջապես հետո արդյոք պարտադիր դարձնենք սկրինինգները, ներողություն 10 վայրկյան, սա շատ կարևոր է։ Պարտադիր դարձնենք թե ոչ, բայց առաջիկա 1 տարվա ընթացքում պարտադիր պիտի լինեն այդ սկրինինգները, այսինքն կանխարգելման վրա մենք շատ ավելի մեծ ջանք պիտի գործադրենք, որպեսզի կանխարգելենք քաղցկեղը, հիվանդության կանխարգելումը շատ ավելի հեշտ է, քան դրա բուժումը եւ դրա համար բավականին շատ մեթոդներ արդեն կիրառելու ենք, կխոսենք դրանց մասին հաջորդիվ։ Շնորհակալություն։ Ընդմիջում 30 րոպե։